Շնորհավոր Սուրբ Զատիկ, սիրելի բարեկամներ, թող այս տոնը լուսավորի ձեր կյանքը, լցնի սիրով, ջերմությամբ ու երջանկությամբ։ Քրիստոս հարյավի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Երանի հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։ Երանի սգավորներին, որովհետև նրանք պիտի մխիթարվեն։ Երանի հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն։ Երանի նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան։ Երանի ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն։ Երանի նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն։ Երանի խաղաղարներին, որովհետև նրանք Աստծու որդիները պիտի կոչվեն։ Երանի նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։ Երանի է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն և իմ պատճառով ձեր մասին ամեն տեսակ չար խոսք սուտ ասեն։ Ցնծացեք և ուրախացեք, որովհետև երկնքում ձեր վարձը շատ է, քանի որ այսպես հալածեցին մարգարեներին, որոնք ձեզնից առաջ են եղել։ Դուք եք երկրի աղը, սակայն եթե աղը անհամանա, ինչով այն կաղվի, այնուհետև ոչ մի բանի պիտանի չի լինի, այլ միայն դուրս կթափվի և մարդկանց ոտքի կոխան կլինի։ Դուք եք աշխարհի լույսը, մի քաղաք, որ լեռան վրա է կանգնած, չի կարող թաքնվել։ Եվ ճրագ վառելով կաթսայի տակ չեն դնում, այլ աշտանակի վրա, և նա լույս է տալիս բոլոր նրանց, որ տան մեջ են։ Թող այդպես փայլի ձեր լույսը մարդկանց առաջ, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է։ Մի կարծեք, թե օրենքը կամ մարգարեներին ջնջելու եկավ, չեկավ ջնջելու, այլ լրացնելու։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, մինչև որ երկինք ու երկիր անցնեն, միով տիսկ, որ մի նշանախեց է, օրենքից և մարգարեներից չի անցնի, մինչև որ այս բոլորը կատարվի։ Ով որ այս պատվիրաններից փոքրերից անգամ մի բան կջնջի և մարդկանց այդպես կուսուցանի, երկնքի արքայության մեջ փոքր պիտի համարվի, իսկ ով կկատարի և կուսուցանի, երկնքի արքայության մեջ նա մեծ պիտի համարվի։ Բայց ասում եմ ձեզ, որ եթե ձեր արդարությունը ավելի չլինի, քան օրենսգետներինը և փարիսեցիներինը, երկնքի արքայությունը չեք մտնի։ Լսել եք, թե ինչ ասեց նախնիներին. մի սպանիր, որովհետև ով որ սպանի, ենթակա կլինի դատաստանի։ Իսկ ես ձեզ ասում եմ, թե ամեն մարդ, որ զուր տեղը բարկանում է իր եղբոր վրա, ենթակա կլինի դատաստանի, և ով որ իր եղբորն ասի հիմար, ենթակա կլինի ատյանի, և ով որ իր եղբորն ասի ապուշ, ենթակա կլինի գեհենի կրակին։ Եթե սեղանի վրա քո ընծան մատուցելու լինես և այնտեղ հիշես, թե քո եղբայրը քո դեմ մի ոխ ունի, քո ընծան թող սեղանի առաջ և գնա նախ հաշտվիր քո եղբոր հետ և ապա եկ քո ընծան մատուցիր։ Եթե մեկը քեզ հետ խնդիր ունի և քեզ դատի է կանչում, մինչ նրա հետ դեռ ճանապարհին ես, եղիր իրավախոհ կախավ, գուցե նա քեզ դատավորին հանձնի և դատավորը դահճին ու դու բանտ նետվես։ Ճշմարիտ եմ ասում քեզ, այնտեղից դուրս չես գա, մինչև չվճարես վերջին դահեկանը։ Լսել եք, թե ինչ ասվեց. մի շնանար։ Իսկ ես ձեզ ասում եմ, ամեն մարդ, որ կնոջ նայում է նրան ցանկանալու համար, արդեն շնացավ նրա հետ իր սրտում։ Եթե քո աջ աչքը քեզ գայթակղեցնում է, հանիր այն և դեն գցիր քեզնից, որովհետև քեզ համար լավ է, որ քո անդամներից մեկը կորչի և քո ամբողջ մարմինը չընկնի գեհեն։ Եթե քո աջ ձեռքը քեզ գայթակղեցնում է, կտրիր այն և դեն գցիր քեզնից, որովհետև քեզ համար լավ է, որ քո անդամներից մեկը կորչի և քո ամբողջ մարմինը չընկնի գեհեն։ Արդարև ասվել է. ով որ արձակի իր կնոջը, թող նրան արձակման թուղթը տա։ Լսել եք, թե ինչ ասվեց նախնիներին. երդմնազանց մի լինիր, այլ արա տիրոջն այն, ինչ երդվել ես։ Իսկ ես ձեզ ասում եմ, ամենևին չերդվել ոչ երկնքի վրա, որովհետև Աստծու աթոռն է, ոչ երկրի վրա, որովհետև նրա ոտքերին պատվանդան է, և ոչ Երուսաղեմի վրա, որովհետև մեծ արքայի քաղաքն է։ Եվ քո գլխով էլ չերդվես, որովհետև չես կարող մի մազիսկ սպիտակ կամ սև դարձնել։
Այլ ձեր խոսքը լինի այոն այո եւ ոչը ոչ, որովհետև դրանից ավելին չարից է։ Լսել եք ինչ ասվեց. աչքի փոխարեն աչք եւ ատամի փոխարեն ատամ։ Իսկ ես ձեզ ասում եմ, չարին հակառակ չկանգնել, այլ եթե մեկը քո աջ ծնոտին ապտակ տա, նրան մյուսն էլ դարձրու։ Եվ եթե մեկը կամենա քեզ բռնադատել եւ քո շապիկն առնել, նրան քո բաճկոնն էլ թող։ Եվ եթե մեկը քեզ հարկադրի մի մղոն ճանապարհ անցնել, նրա հետ երկուսն էլ գնա։ Տուր նրան, ով քեզնից խնդրում է եւ կամենում է քեզնից փող առնել, երես մի դարձրու նրանից։ Լսել եք արդարև, թե ինչ ասվեց. պիտի սիրես ընկերոջդ եւ պիտի ատես քո թշնամուն։ Իսկ ես ձեզ ասում եմ, սիրեցեք ձեր թշնամիներին, օրհնեցեք ձեզանից ողներին, բարություն արեք ձեզ ատողներին եւ աղոթեցեք նրանց համար, որ չարչարում են ձեզ եւ հալածում, որպեսզի որդիները լինեք ձեր հոր, որ երկնքում է, քանի որ նա իր արեգակը ծագեցնում է չարերի եւ բարիների վրա եւ անձրև է թափում արդարների եւ մեղավորների վրա։ Եթե սիրեք միայն նրանց, որոնք ձեզ սիրում են, ձեր վարձն ինչ է, չէ՞ որ մաքսավորներն էլ նույնն են անում։ Եթե միայն ձեր բարեկամներին ողջույն տաք, ինչ ավելի բան եք անում, չէ՞ որ մաքսավորներն ու մեղավորները նույնն են անում։ Արդ կատարյալ եղեք դուք, ինչպես որ ձեր երկնավոր հայրն է կատարյալ։ Զգույշ եղեք, որ ձեր ողորմությունը մարդկանց աչքի առջև չանեք, որպես թե այն լիներ ի ցույց նրանց, այլապես վարձ չեք ընդունի ձեր հորից, որ երկնքում է։ Այլ երբ ողորմություն անես, փող մի հնչեցրու քո առջև, ինչպես անում են կեղծավորները, ժողովարաններում եւ հրապարակներում, որպեսզի փառավորվեն մարդկանցից։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը։ Այլ երբ դու քո ողորմությունն անես, թող քո ձախ ձեռքը չիմանա, թե ինչ է անում քո աջը, որպեսզի քո ողորմությունը ծածուկ լինի, եւ քո հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ հայտնապես։ Եվ երբ աղոթես, չլինես կեղծավորների նման, որոնք սիրում են ժողովարաններում եւ հրապարակների անկյուններում աղոթքի կանգնել, որպեսզի մարդկանց երևան։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը։ Այլ դու երբ աղոթես, մտիր քո սենյակը, փակիր քո դռները եւ ծածուկ աղոթիր քո հորը, եւ քո հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ հայտնապես։ Աղոթք անելիս շատախոս մի լինեք, ինչպես հեթանոսները, որովհետև նրանք կարծում են, թե իրենց շատ խոսքերի պատճառով լսելի կլինեն։ Արդ նրանց չնմանվեք, որովհետև ձեր հայրը գիտե, թե ինչ է ձեզ պետք, նախքան որ դուք նրանից մի բան ուզեք։ Եվ արդ դուք այսպես աղոթեցեք. Հայր մեր, որ երկնքում ես, սուրբ լինի քո անունը, քո թագավորությունը թող գա, քո կամքը թող լինի երկրի վրա, ինչպես որ երկնքում է։ Մեր հանապազօրյա հացը տուր մեզ այսօր, եւ ների՛ր մեզ մեր հանցանքները, ինչպես որ մենք ենք ներում նրանց, որ հանցանք են գործում մեր դեմ։ Եվ մի տար մեզ փորձության, այլ փրկիր մեզ չարից, որովհետև քոնն է թագավորությունը եւ զորությունը եւ փառքը հավիտյանս։ Ամեն։